Ես չգիտեմ քի պատկերացնում եի որ դու տենց հենց ռոքի ֆանատ ես գալու ես ռոքից խոսանք վերջապես մազերը բանեն 5 прическа ես ռոք սիրում եմ, սիրել եմ ավելի շատ, այդքան էլ հիմա ռոք շատ այս պահին չեմ լսում, բայց ինչ որ պերիոդներ ա, որ շրջաններ ա, որ կարող կարոտեմ այն բազան, ինչ որ ես լսել եմ ու ունեմ ու վերադառնամ։ Բոլորի մոտ լինում է այդ։ Հա, վերադառնամ հետ մոտ միշտ այդ շրջանին, բայց հայկական երաժշտությունը այնքան գլխավոր դեր ա զբաղեցնում իմ կյանքում, որ ես ամեն ինչի մեջ իրան եմ փնտրում։ Ռոքի մեջ էլ եմ իրան փնտրում։ Դու ուզում ես ինչ որ նոր բան անես հայկական երաժշտությունում։ Շատ կուզեի, բայց ըստ ինձ արդեն արած է շատ լավ ձևով Համասյանի նման ֆենոմենալ մարդը արդեն անում է, շատ կուզեմ կերազեմ մի օր իր հետ նվագեմ կամ հասնեմ այն մակարդակի, որ նվագեմ այդ երաժշտությունը, բայց իմ համար ուղղակի կատարյալ է այն ինչ որ ինքը անում է։ Այնտեղ ռոք էլ կլսես դու, մետալ էլ կլսես, ջազ էլ կլսես ու մաքրամաքուր հայկականն էլ կլսես։ Ես լսել եմ ու ես վերջերս եմ իմացել որ ինքը նաև երգում է։ Ես շատ կարևոր դեր է զբաղեցնում իր երգելը, իր երաժշտության մեջ։ Իհարկե մենք տեսել ենք ինչքան իր նաև այդ երգելու զարգանալը։ Աշե Համասյանին, որ սկսում ես 2006 կարծեմ թվին է իր առաջի ալբոմը, որ լսում ես 2006-ից 2026-ին դուրս թողարկված ալբոմը, դու ոնց որ իր աճը շատ լավ, Էվոլյուցիան։ հա, շատ լավ տեսնում ես, թե ոնց է ինքը հասնում ու դառնում այն Համասյանը, ինչ որ այսօր կա։